Ավելի հուսահատատեսնող բան չկա, քան մեծ հույսերով մրգատու ծառի մոտ գնալն ու տեսնելը, որ տերևները լի են տերևային լվերով, մրջունները բարձրանում են ցողունով, իսկ նոր բողբոջները ամբողջությամբ վնասված են։ Եվ ամենավատը ոչ թե վնասատուն է, այլ այն միտքն է հիմա ինչ անեմ սրա դեմ։ Եթե քեզ էլ է պատահել, մնա ինձ հետ, որովհետև այսօր քեզ ցույց եմ տալու բնական մի միջոց, որը իսկապես աշխատում է։ Բացի այդ, սա ոչ թե տեսություն է կամ ինչ-որ բան, որ ինտերնետից է վերցրած։ Սա մի պատրաստուկ է, որը գալիս է գյուղական մարդկանցից, ովքեր 60 տարուց ավելի փորձ ունեն, մարդկանցից, ովքեր ամբողջ կյանքում հող են մշակել եւ շարունակում են օգտագործել այն, ինչը իսկապես արդյունք է տալիս։ Եվ բացի այդ, շատ պարզ է։ Առաջին հերթին վերցնում ենք մի փունջ եղինջ, ինչքան որ ձեռքի տակում ենք։ Այն կտրատում ենք փոքր կտորների առանց բարդացնելու, պարզապես այնքան, որ բոլոր օգտակար հատկությունները լավ դուրս գան։ Հետո վերցնում ենք 1 կամ 2 ալոե վերայի տերև, կախված չափից։ Դրանք նույնպես կտրատում ենք փոքր կտորների, ոչ շատ մեծ, որպեսզի ալոյինը լավ դուրս գա, որը այս պատրաստուկի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Երբ արդեն եղինջն ու ալոեն պատրաստ են, ամեն ինչ լցնում ենք մի դույլի կամ տարայի մեջ եւ ավելացնում 10 լիտր ջուր։ Եթե ջուրը առանց քլորի է, շատ ավելի լավ, որովհետեւ տենց պատրաստուկը ավելի արդյունավետ է։ Հիմա այլևս ոչինչ պետք չի անել, չի պետք է եռացնել, ոչ էլ օրերով թթխմորել։ Արդյոք թողնում ենք, որ հանգստանա մոտ 12 ժամ։ Այդ ժամանակից հետո կտեսնես, որ հեղուկի գույնը փոխվում է։ Շատ հաճախ այն դառնում է կարմրավուն երանգրի։ Դա լավ նշան է։ Այդ պահին արդեն եղինջն ու ալոեի ալոյինը սկսում են իրանց գործը։ Այդ 12 ժամից հետո լավ քամում ենք հեղուկը եւ հեռացնում բույսի բոլոր մնացորդները։ Եվ հիմա ինչ ունենք, կոնցենտրատն է։ Եվ այստեղ պետք է մի բան շատ հստակ ասել, սա չի օգտագործվում այսպես ինչպես կա։ Օգտագործելուց առաջ միշտ պետք է նոսրացնել։ Հարաբերակցությունը շատ պարզ է՝ 1 մաս կոնցենտրատ, 10 մաս ջուր։ Այսինքն, օրինակ, եթե օգտագործում ենք 1 լիտր այս կոնցենտրատից, այն խառնում ենք 10 լիտր ջրի հետ, եւ դա է ճիշտ խառնուրդը, որը պետք է կիրառենք պտղատու ծառերի վրա։ Այս կերպ այն արդյունավետ է, չի վնասում բույսը եւ ստանում ենք լավագույն արդյունքը։ Կիրառման պահը կարևոր է։ Իդեալական է դա անել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, երբ արև այլևս ուժեղ չէ։ Լավ ցողում ենք տերևներն ու ճյուղերը հատուկ ուշադրություն դարձնելով տերևների ներքևի կողմին, որտեղ սովորաբար թաքնվում են տերևային լվերը, թրթուրները եւ այլ միջատներ։ Այս պատրաստուկը կարելի է օգտագործել 2 ձևով։ Որպես կանխարգելիչ միջոց ես այն օգտագործում եմ 7-ից 10 օրը մեկ եւ տենց պահպանում եմ պտղատու ծառերը ուժեղ եւ պաշտպանված։ Եվ երբ արդեն վնասատուներ կան, նույնպես օգտագործում եմ, բայց 5 օրը մեկ, մինչև խնդիրը վերանա։ Այս պատրաստուկի մեծ առավելություններից մեկն այն է, որ այն ոչ միայն գործում է որպես բնական միջատասպան, այլև բարելավում է բույսի իմունիտետը։ Բույսը ուժեղանում է, ավելի քիչ է սթրեսի ենթարկվում եւ դառնում է շատ ավելի դիմացկուն։ Ահա թե ինչու այն լավ է գործում ոչ միայն պտղատու ծառերի, այլև դեկորատիվ բույսերի եւ ընդհանրապես բանջարանոցում։ Խոսքը միայն միջատներին վերացնելու մասին չէ, այլ բույսին օգնելու ինքնուրույն պաշտպանվելու, ինչպես միշտ էլ եղել է։ Սա է այն, ինչ ես օգտագործում եմ արդեն շատ տարիներ։ Եվ եթե ուզում ես ինձ օգնել այնպես, ինչպես ես քեզ եմ օգնում ես գաղտնիքը կիսելով, թող մի հավանում, տարածիր են, եթե կարող ես, եւ բաժանորդագրվիր ալիքին, որովհետեւ այսպես մենք ապահովում ենք, որ այս ամբողջ գիտելիքը երբեք չկորչի եւ միշտ մեր ձեռքի տակ լինի, երբ դրա կարիքը ունենանք։ Շատ շնորհակալ եմ տեսանյութը դիտելու համար, կհանդիպենք հաջորդում։